գրավել։ Եվ վերադառնալով էլի մրցույթին, ինձ հետաքրքիր է հուզմունքը բեմ բարձրանալուց առաջ վստահ եմ կա, ինչպես եք հաղթահարում։ Ոայ, հուզմունքը իրականում կար, քանի որ կա պատասխանատվություն լավ ներկայանալու, ճիշտ ներկայանալու, հուզվում ես միանշանակ, դա նորմալ է, երբ որ դա չափի մեջ է։ Իդեպ երբ ես բարձացա բեմ, երեկոյան զգեստը մի փոքր անհարմար էր, ոտքից տակ էր ընկնում եւ համարյա շուռ էի գալիս բեմում։ Շուռ գալուց նույնիսկ լենտաս է ընկնում, սենց մի հատ անհարմար պահ է լինում, բայց ամենակարևորը ոչ պետք է խառնվես, պատահել է ոչինչ, հիմա նորմալ է, փորձեցի լենտաս բարձրացրեցի, շորս ուղեցի եւ շարունակեցի իմ ճանապարհը, վստահ, այո, շարունակեցի եւ լավ ներկայացա։ Շատ լավ, ախպենք որ միշտ վստահ լինեք բոլոր մրցույթներին, որտեղ դա շատ կարևոր է։ Ձեզ նորանոր հաջողություններ ենք մաղթում։ Անչափ շնորհակալ եմ եւ կրկին ուզում եմ ձեզ նույնպես Սուրեն ջան, Սոնա ջան, շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Բոլորին առաջարկում եմ, որ անպայման մասնակցեն այսպիսի մրցույթների, առաջնային փորձ հավաքելու համար եւ միանշանակ մեր Հայաստանը ներկայացնելու այլ երկրներին, մեր մշակույթով կիսվելու։ Շնորհակալություն գեղեցկուհիների մրցույթին, չգիտեմ, փորձեք մասնակցել, ես էլ կմասնակցեմ գեղեցիկների մրցույթին, այնպես որ ինձ ոգևորեց Մարիան։ Իդեպ կարող եք։ Ասեք որ կարող եմ, շնորհակալ եմ։